Շահնազարը, եթե Վլադիվաստոկ երտաս, 20-30 հատ ռուսը ետ խոսաս, с Шайназарцем знаю, самый северный край Армении. Որս մեծաբան չէ, չի էլ պատկերացնի մեծաբանի ինչ է։ Մեծավանի բնակիչ Պարքև Հարությունյանի խոսքով իրենց գյուղն ավելի հայտնի է հին անվանումով, նաև նրանով, որ ժամանակին Հայաստանում ամենամեծն է եղել բնակչության թվով։ Նա ինչպես եւ մյուս տարեց մեծավանցիները նշում են, որ գյուղը նախկինում ավելի քան 10,000 բնակիչ է ունեցել, թեև բնակչության թիվը շուրջ 4000-ով նվազել է, այժմ էլ Մեծավանը Լոռու մարզի ամենաբազմամարդ եւ Հայաստանի կաթոլիկ հայերով բնակեցված ամենամեծ գյուղն է։ Բնակչությունը ունենք ուրեմն 6150 գրանցված բնակիչ, իհարկե արցախցիներն են մեր հետ, մոտ 300 հոգի արցախցի ունենք գրանցված, 5800 հոգի փաստացի ավրող բնակիչ ունենք Մեծավանում։ Գյուղում գրանցված շուրջ 350 մարդ բնակվում է արտերկրում, ապրում են հիմնականում Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում, արտագնա աշխատանքի մեկնող մեծավանցիները նույնպես հիմնականում այդ քաղաք են գնում։ Տեղում մնացածները զբաղվում են անասնապահությամբ, շատ քիչերը հողագործությամբ։ Բնակչությունը հիմնականում զբաղված է արտագնա աշխատանքով, մի փոքր մասն էլ անասնապահությամբ։ Գնալով տենդեցը անցած տարվա այս տարվա տվյալները որ համեմատում ենք, ոնց որ անասնակարգ պակասել է։ Խոշորացման է գնում, երևի 1-2 անասուն պահել, 3 անասուն պահել արդեն ծեր չի տալիս երևի ժողովրդին, որովհետև կատը շատ է ժանը, 120 դրամ է, ինչքան ես իմացա։ Մեծավանում կա երկու գործող բարեկարգ եկեղեցի, առաքելական եւ կաթոլիկ, ունեն մշակույթի տուն, որը շուտով կվերանորոգվի, նաեւ արվեստի դպրոց մի քանի խմբակներով, 650 աշակերտ սովորում է երկու դպրոցում, որոնցից մեկը հիմնանորոգվում է։ Կատարվել են լուսավորության ցանցի բարելավման աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրերով նորացվում են ջրագծերը, մինչ օրս մեծավանցիներն անորակ ջուր են օգտագործում։ Խմելու ջուրը 100 չասեմ 90%-ով գյուղում ապահովված է համարյա մշտականի կարգի։ Առաջ որ շատ վատ է եղել վիճակը, հիմա շատ լավ է։ Բայց ջուրը կեղտոտ ջուր է։ Դե ճանապարհը ոնց որ բաց տարածքով է գալիս, հետո մտնում է խողովակի մեջ, հետո նորից եսիմ, այտենց ջուրը կեղտոտվում է։ Մեծավանցիներն առանձնացնում են երկու կարևորագույն խնդիր, որոնք գյուղի զարգացման հիմնական խոչընդոտ են համարում։ Աշխատատեղերի բացակայությունը եւ գյուղից համայնքային կենտրոն տանող ճանապարհահատվածի անբարեկարգ վիճակը։ Ամենակարևոր խնդիրը ճամփեն էգարեն է։ Մնացողը նորմալ վիճակ, Տաշիրից Շայնազար։ Աշխատատեղերը, ասենք, գործարաններ, գործող բաներ, այդպես բաներ չունենք, որ հիմնականում մնան աշխատեն մարդիկ։ Հիմնախնդիրներից էս ճանապարհներ, դուք եկաք այդ ճանապարհով տեսաք դա ավոր վիճակը, դեռ մենք մի քիչ բարելավել ենք վիճակը, բայց տենդերն արդեն տարել են, բանից ինչքան իմացա, արդեն տվել են թույլտվության, շինարարության, հեսա սկսելու են ճանապարհը սարքել։ Գյուղի զարգացման ամենաառաջի պայմանն աշխատատեղ ստեղծելն է։ Ստեղ Սովետ միության ժամանակը մգակցին կուսակցական աշխատողը սկսեց Սովետ միության գովերք։ Կար գորգագործական ֆաբրիկա, 700 եւ ավել բամբորուի կար, խալի էին գործում։ Ստեղ կար Չարենցավանի ստանկոշինական գործարանի մասնաճյուղը, մի 100-150 մարդ էին աշխատում այնտեղ։ Աշխատատեղերն այստեղ սահմանափակ են, սակայն հնարավորության դեպքում փորձում են գործով ապահովել Արցախից բռի տեղահանված եւ Մեծավան տեղափոխված մեր հայրենակիցներին։ Գյուղում տեղահանված 72 ընտանիք կա, որոնց անհատույց տներ են տրամադրել եւ 300 հոգի 72 ընտանիք այսօրվա դրությամբ ստեղ ունենք արցախցիների, մենք ապահովել ենք տներով, մեր մոտ երևի չկա մի ընտանիք, որ վարձով է մնում, հիմնականում առանց ու փակ դռներ ա եղել, մի փոքր վերանորոգել ենք, տիրոջ հետ կապնվել ենք Ռուսաստան, ասել ենք, որ տները տվեք արցախցիները բան անեն։ Այն ժամանակ մենք ասում ենք 6 ամսից հետո արդեն դուք գիտեք, բայց հիմնականում մինչև հիմա լրիվ համարյա մնացել են։ Կյանքում ես տեղից չեմ ելնի, որովհետև ստեղ ժողովուրդը շատ հոգատար, շատ բարի, ես այս ձևի մարդ չեմ տեսել, չեմ հանդիպել, ճիշտն ասած, ու ցանկություն էլ չունեմ ճիշտն ասած ուրիշ տեղ բնակվելու։
Այսպես էլ ապրում են Հայաստանի ամենահյուսիսային գյուղերից մեկի հյուրընկալ բնակիչները, իրենց ունեցածը կիսելով արցախցի հայրենակիցների հետ։ Ապրում են ավելի շեն ու գեղեցիկ բնորան ունենալու հույսով, ափսոսալով իրենց համագյուղացիների արտերկրում հաստատվելու որոշման, միևնույն ժամանակ ուրախանալով նրանց հաջողությունների համար։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան։